21 TV եթերում դուք դիտում եք «Ապրենք առողջ է», բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ սեքսոպաթոլոգ դոցենտ Սևադա Հակոբյանին։ Մինչև զրույցին անցնեմ, ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, միշտ հաճելի է ձեզ տեսնել։ Շնորհակալություն։ Մենք գրեթե չկա մի օրգան համակարգ, չկա մի հիվանդություն, որ պատճառներից խոսելիս չնշենք սթրեսը։ Կարծես թե ամեն ինչում իր սև գործն անում է, հա, սթրեսը։ Իսկ այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք սթրեսի սև գործի եւ ազդեցության մասին մեր սեռական առողջության, հա, հարցում։ Արդյոք էլի տենց վատն է ինքը մեր սեռական առողջության համար։ Այո, եւ քանի գնում ստրեսի բացասական ազդեցությունը գնալով շատանում է մեր իրականության մեջ, քանի որ մեր կյանքը ընդհանուր առմամբ տեմպը խիստ արագացել է եւ շատերս ենք նկատել, որ կարծես շաբաթը կամ օրերը թռնում են եւ ժամերը թռնում են եւ չեն բավականացնում մեզ եւ պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ մարդկանց կարիերայի հետ կապված աշխատանքը խիստ ծանրաբեռնվել է, շատացել է, ստրեսի ազդեցությունը բազմապատկվել է մեր իրականության մեջ, նաև սեռական ֆունկցիայի առումով։ Գաղտնիք չէ, որ ներկայումս վերջին տարիների հետազոտությունները ապացուցեցին, որ սեռական ցանկության նվազում է դիտվում, համաշխարհային տենդենց կա այդպիսին, կամ Հայաստանում ակտիվությունը պակասել է, սեռական ակտիվությունը։ Սա վերաբերվում է նաև բոլոր տարիքային խմբերում եւ ամուսնական զույգերի մոտ այդ կրիզիսային ժամանակաշրջան է արձանագրվում, երբ որ նամանավանդ միջին ժամանակահատվածում ամուսնական կյանքի արձանագրվում է սեռական ցանկության եւ ակտիվության նվազում։ Սա ապացուցվում եւ բացատրվում է ստրեսային իրավիճակներով եւ ստրեսի գերակայունությամբ մեր իրականության մեջ։ Ինչու, որովհետեւ ստրեսի ազդեցությամբ բարձրանում է ստրեսի հորմոնը կորտիզոլը, որը հակադարձ հորմոն է մեր տեստոստերոնին։ Իսկ տղամարդու, ինչպես նաև կնոջ սեռական ցանկության հորմոնը դա տեստոստերոնն է եւ ահավասիկ այդ տեստոստերոնի նվազումը առաջ է բերում սեռական ակտիվության նվազում։ Երկրորդ կարևորագույն մեխանիզմը, որը որ ստրեսին է հանգեցնում, դա անկանոն քունն է։ Գիտեք, որ շատերը ներկայումս տարված են գիշերային աշխատանքով, սոցիալական ցանցերով եւ լավագույն ժամանակահատվածը քնի, որը պետք է լինի ժամը 11-ին, բաց են թողնում եւ դրա փոխարեն քնում են ժամը 2-ին, 3-ին եւ Տեսնես մարդ կա, որ այդ ժամին քնում է հիմա։ Երևի ես։ Հրաշալի։ Ասեմ, որ շատ ճիշտ է, առավոտյան վաղ արթնանալը, ժամը 6-ին արթնանալը, դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք ունենում ենք տեստոստերոնի բարձրացում առավոտյան վաղ առավոտյան ժամը 6-ի 7-ի հատվածներում։ Եվ դա շատ նպաստավոր է, որովհետեւ մարդը արդեն իսկ սկսի իր աշխատանքային գործունեությունը, իր մտավոր աշխատանքի, իր ընդհանուր գործունեությունը եւ շատ բարենպաստ է նաեւ սեռական ակտիվության համար, քանի որ առավոտյան մենք ունենում ենք տեստոստերոնի բարձրացում։ Տեսեք։ Հիմա բոլորը բուջելնիկները դրեցին։ Այո, անպայման։ Եվ կտեսնեն ինչքան բարենպաստ է դա ազդում իրենց սեռական կյանքի վրա։ Եվ ասեմ, որ շատ կարևոր է նաև առողջ քնի այդ ստրուկտուրայի պահպանումը, այսինքն 8 ժամյա 7-ից 8 ժամյա քունը ճիշտ ժամանակային սկսած եւ առողջ քունը, դա շատ մեծ բարերար ազդեցություն է գործում եւ նաև հակաստրեսային ազդեցություն ունի։ Դուք նշում եք, որ բավական շատացել են դեպքերը։ Ես ուզում եմ այստեղ մի հատ հստակեցում անենք։ Դեպքերը, խնդիրներն են շատացել, թե մենք սկսել ենք արդեն չհամաչել եւ չվախենալ մասնագետներից, մասնավորապես սեքսոպաթոլոգներից, որովհետեւ տարիներ առաջ նույնիսկ այս տերմինը, այս բառը, այս մասնագիտության անունը եթերում հնչեցնելը շատ մեծ համարձակություն էր պահանջում։ Իսկ մենք այս մասին ոչ միայն բարձրաձայնում խոսում ենք, գրում ենք, դրան գումարած նաեւ դիմում ենք։ Եվ միշտ ենք խոսել ձեզ հետ այդ մեր ձեր հաղորդումների ընթացքում, ասեմ, որ իրականում այո, երկու մեխանիզմներ մեծ դերակատարություն ունեն։ Նախ իրազեկվածության մակարդակը խիստ լավացել եւ բարձրացել է, դիմելության առումով այլևս կաշկանդվածություն եւ ամոթխածություն չունեն զույգերը, դիմելու առումով, որովհետեւ հասկացան, որ սեռական խնդիրները քողարկելը լուրջ խնդիր է հարուցում իրենց ամուսնական կամ ընտանեկան կյանքի համար եւ այդ ինտիմ խնդիրների լուծումը
գրեթե 100%-անոց հավանականությամբ դա կարող է տեղի ունենալ սեքսոլոգիական բուժման արդյունքում։ Եվ երկրորդ մեխանիզմը, այո, իրականում խնդիրները շատացել են, դա ոչ թե միայն Հայաստանում իրականացված մեր դիտարկումների եւ մոնիտորինգի արդյունքում է, այլ միջազգային գրականության համաձայն մենք մասնակցում ենք ամեն տարի կամ տարին 2 անգամ Եվրոպական ֆեդերացիայի ասոցիացիայի միջազգային ասոցիացիաների կոնֆերանսներին եւ արձանագրվում է այնտեղ բազմա կենտրոն հետազոտությունները արձանագրում են, որ առկա է ընդհանուր առմամբ սեռական խանգարումների տարեցտարի աճ։ Դա ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է մեր ընդհանուր կենսակերպի վատ տարածմամբ, մեր որոշակի նաև ռիսկի գործոնների շատացմամբ, դա ծխախոտն է, ալկոհոլն է, ավելորդ քաշն է, դա պայմանավորված է նաև ընդհանուր էկոլոգիական էկոֆակտորների վատացմամբ, սննդային գործոններով, դա պայմանավորված է նաև մեր երբեմն նաև հորմոնալ խնդիրներով, որոնք որ տարեցտարի սկսում են շատանալ, ինչպես նաև սիրտ-անոթային խնդիրների շատացմամբ։ Եվ այս ամբողջը եւ դիաբետի շատ հաճախության բարձրացումը ամբողջը անդրադառնում է սեռական առողջության վրա, որտեղ սեռական առողջությունը ինքը ընդհանուր օրգանիզմի առողջության մի բաղկացուցիչ մասն է։ Ուստի այդ ամբողջ կոնտեքստով պայմանավորված արձանագրում է սեռական խանգարումների բարձրացում։ Իհարկե առաջվա այն խնդիրները, որոնք որ առաջ շատ ավելի քիչ էին հանդիպում, ներկայումս ավելի հաճախ են հանդիպում, որովհետև այն հանգամանքը, որ ընդհանուր առողջ տարիքային խմբում, ասենք դիցուք 35-ից 45 տարեկանում կարող է արձանագրվել այդչափ սեռական ակտիվության նվազում, 15-20 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, իսկ ներկայումս դա շատ շոշափելի արձանագրվում է։ Բայց միևնույն է, իմ ասած գործոնը եւս չէ ազդում է։ Այսինքն այդ նույն 35-ից 40 տարեկան տղամարդիկ եւ կանայք մի 10 տարի առաջ դժվար թե կմտածեին, որ կարելի է գնալ օրինակ սեռական առողջության համար բժշկի։ Մենք ցավի համար կգնայինք, մենք այլ օրգան համակարգերի խնդիրների համար կգնայինք, բայց կյանքի որակի բարձրացման այն էլ այս ոլորտում դժվար, այն էլ կանայք։ Այո, եւ իր լրացումը ձեր ասացի ասեմ, որ նաեւ կանայք են այն կարևորագույն ինիցիատորը, նախաձեռնողը ամուսնական զույգի մեր մոտ այցելելու։ Մենք ուղարկում էինք, բայց մենք գալիս էինք։ Այո, կանայք միշտ մնում են երկրորդ պլան եւ չեն գալիս։ Բայց ներկայումս ասեմ, որ շատ մեծ պատրաստակամություն են հայտնում եւ ամուսնու հետ միասին, զույգի հետ միասին նաև այցելում են եւ օգնում են խնդրի կարգավորմանը, չէ՞ որ սեքսուալ խանգարումները դրանք զույգային խնդիրներ են եւ միայն զույգային մոտեցումն է տալիս լավ արդյունք եւ մեծ էֆեկտիվություն։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք այն բացառիկ մասնագետներից եք, որ միանգամից պետք է անպայման երկուսի հետ աշխատեք, մեկի հետ աշխատելը արդյունք չի տալու։ Այո, եւ ասեմ, որ այն դեպքում, երբ որ անհատը ինքը մենակ է դիմել, մենք զրույցի եւ խորհրդատվության արդյունքում պարզում ենք, որ ներկայացնում ենք եւ եթե նույնիսկ իրենք որոշում չունեն կայացրած, մենք օգնում ենք նրանց որոշում կայացնելու զույգային մոտեցում ցուցաբերելու։ Ասեմ, որ այո, մենք այն մասնագիտությունն է, այն երևի թե այո, որ դե պարզ է, այո, գաստրոենտրոլոգի մոտ զույգով գնալ իմաստ չունի, բայց սննդային սովորույթների մասին պետք է խոսել։ Հա, բայց սեքսուալ խնդիրների ժամանակ այո, միանշանակ, որովհետև շատ հաճախ իսկ ինձ որ 3-ով են գալիս։ Կինը, ամուսինը, սիրուհին։ Սիրուհին երկրորդ հաջորդ օրն է գալիս։ Հաջորդ օրը սիրուհու հետ են գալիս։ Բայց գալիս են։ Բայց գալիս են, այո, որովհետև եթե այն խնդիրը, որ արձանագրվել է զույգի մոտ, հնարավոր է նաև սիրուհու պատճառով է տեղի ունեցել։ Գտանք, մեղավորին էլ գտանք։ Եթե մենք խոսենք սեռական առողջության ու ստրեսի մասին, ես կարող եմ տրամաբանել, որ արատավոր շղթա է լինում։ Ստրեսի պատճառով ընկնում է սեռական առողջության բալանսը, սեռական առողջության բալանսի ընկնելու դեպքում էլ սեռական ցանկության նվազման դեպքում է բարձրանում է ստրեսը։ Այո, եւ այդ արատավոր օղակը խորացնում այն խնդիրը, որ մարդը սկսում է արդեն ունենալ կաշկանդվածություն սեռական հարաբերության մեջ մտնելու, սկսում է խուսափել հարաբերությունից, մտածելով, որ կարող է չի ստացվի եւ այդ տագնապային խանգարումը, որը նրա մոտ առաջանում է, ինքը նաեւ հանգեցնում է արդեն հարաբերության չստացվելուն։ Միանշանակ իրավացի եք, որովհետև առողջ սեռական կյանքի բացակայությունը օրգանիզմին դարձնում է ոչ ստրեսակայուն։ Այսինքն այդ իր դիմադրողական մեխանիզմները, որոնք որ արձանագրվում են եւ այն բարերը ազդեցությունը, որ ունեն մեր առողջ եւ ռեգուլար սեռական կյանքը, ստրեսին դիմակայելու տեսանկյունից սկսում է իջնել օրգանիզմի ստրեսադիմակայունությունը։ Եվ այո, արատավոր օղակի ձևավորման մեխանիզմով մարդը դառնում է ջուրագրգիռ, ոչ
adekvat երբեմն, նաև խիստ էմոցիոնալ եւ ստրեսային իրավիճակները շատ հաճախ հանգեցնում են դիստրեսի, այսինքն օրգանիզմի հյուծման։ Ոչ թե դրանք օգնում են, որ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանա, կայունությունը բարձրանա, ինչպես նորմային պետք է արձանագրվեր, այլ ընդհանուր առմամբ հյուծում են օրգանիզմը։ Եվ այդ պսիխոէմոցիոնալ հուծման ֆոնի վրա արդեն իսկ առաջանում է ընդհանուր տոտալ սեքսուալ ավերսիա, այսինքն սեռական մղման բացակայություն, սեռական ցանկության բացակայություն եւ նաեւ էրեկցիա եւ էյակուլյացիայի խանգարումներ, ինչը նաեւ արդեն տոտալ խանգարում է առաջացնում զույգի մոտ, երկար ժամանակ իրարից հիասթափված ապրում են, միմյանց հետ չեն շփվում, ինտիմ փոխհարաբերությունների խարխլումը ընտանեկան կյանքում դարձնում է կենցաղային խնդիրները ավելի շեշտակի, ավելի ակնառու, ավելի Ժողովուրդն էլ չէ ասում էին միշտ կենցաղային խնդիրները միջև հասնում են անկողին լուծվում են։ Ամեն դեպքում ժողովուրդը հենց այնպես ոչինչ չի ասում եւ առաջին հայացքից գուցե այդքան էլ չընդունելի արտահայտություն է, բայց թե բժշկական տեսանկյունից նայում ես իսկապես կա իրականության նշույլ։ Այդպես նաև թեվավոր խոսք կա, չէ՞, բոլոր ընտանեկան խնդիրները լուծվում են անկողնում։ Այո, եթե անկողնում կամ այդ ննջասենյակում բացակայում է հեռուստացույցը եւ հեռախոսը Ես սիրո մասին մտքերը գոնե։ Այո, շատ լավ։ Էլի սրանից, եթե տրամաբանությունս ճիշտ է հուշում, կարող ենք հասկանալ, որ օրինակ ավելի մեծ տարիքում, երբ տղամարդը կամ կինը չունեն զուգընկերներ կամ չունեն ռեգուլյար սեռական կյանք, իրենք առանձին դառնում են մի փոքր այլ, բնավորությամբ, նաև իրենց աշխարհայացքը, իրենց բնավորությունը, երբեմն նաև տեսանկյունը, թե ինչպես են ամեն ինչին նայում, շատ է փոփոխվում, ու հենց էլի ժողովուրդն ասում է, որ ամուսնանալու տարիքը ուշանում է։ Իրականում, այո, կա այդպիսի երևույթ, տեսեք, որքան որ անհատը ավելի շատ ընկղված է իր կարիերայի մեջ, ավելի շատ ստեղծագործական գործունեության մեջ եւ սեռական կյանքի մղվել է երկրորդ պլան, այս պարագայում որոշակի դժվարություններ կարող են առաջացնել անհատի մոտ ընդհանուր պսիխոէմոցիոնալ տեսանկյունից, նյարդային լարվածության տեսանկյունից եւ ընդհակառակը արդեն իսկ ձևավորված ռեգուլյար սեռական կյանքը որոշակի մեղմում է դա եւ կանոնակարգում։ Եվ նաև ասեմ, որ ավելի մեծ տարիքում ամուսնությունները որոշակի իրենցից մի փոքր դժվարություններ են ներկայացնում իրենից։ Եթե անհատը չի ապրում, դա խոսքը վերաբերում է այն դեպքերի, եթե անհատը չի ապրում սեռական կյանքով եւ առաջին սեռական հարաբերության տարիքը տարվում է դեպի ավելի մեծ տարիք, այդ ժամանակ ունենում ենք որոշակի դժվարություններ սեռական կյանք սկսելուց։ Ինչ դժվարություններ, հատկապես աղջիկների կամ կանանց աղջիկների մոտ առաջանում է ամոթխածություն, առաջանում է վախեր, որոշակի սպաստիկ կծկումներ, վագինիզմ, դիսպարեունիա, այսինքն խնդիրները, որոնք որ առաջանում են ավելի մեծ տարիքում սեռական կյանք սկսելու հետ կապված։ Դա պայմանավորված է ինչպես անհատի պսիխոէմոցիոնալ հոգեսեքսուալ պրոցեսների խաթարմամբ, այնպես էլ նաև ապամարզվածության ֆենոմենի առաջացմամբ, այսինքն այն մարզվածության վիճակը, որը որ պետք է առաջանար ավելի սեռական տարիքից սկսած սեռական կյանքով զբաղվելու, այստեղ արդեն մղվում է դեպի երկրորդ պլան։ Տղամարդկանց մոտ նույնպես որոշակիորեն խնդիրներ կարող են առաջանալ, սակայն դրանք ամբողջը լուծելի են եւ ուզում եմ նաեւ տեղեկացնել մեր հասարակությանը, որ ամուսնության սկզբից արձանագրված խնդիրները շատ կարեւոր է, որ հենց սկզբից լուծվի։ Որովհետեւ երբ որ նրանք սկսում են քողարկվել, թողնել հետոին ինքնուրույն կլուծվի, միգուցե եւ ինչ որ բան թողնենք, կվարժվենք, կարգավորվի, իրար կհարմարվեն, կլուծվի, ցավոք սրտի այդպես դժվար է լուծվում, ինքնուրույն չեն լուծվում եւ ավելի են սկսում խորանալ, զույգերը միմյանցից սկսում են արդեն սառել իրար նկատմամբ եւ խնդրեմը ավելի բարդանում է։ Ուստի դրա համար հենց սկզբից արձանագրված խնդիրները ցանկալի է հենց սկզբից լուծվի, սեքսոլոգիական խնդիրները լուծվի միանշանակ եւ զույգը արդեն ապրի առողջ սեռական կյանքով։ Կա արդյոք տարիք, որ համարվում է ամենաառողջը, սեռական կյանքով ապրելու համար։ Տեսեք, մեկնարկային տարիք կա։ Գիտությունը ասում է հետեւյալը. եթե անհատի մոտ ավարտված է հոգեսեքսուալ զարգացումը եւ մարմնասեռական զարգացումը լիակատար, եւ անհատը ինքը պատրաստ է մտնելու սեռական կյանք կրելով
բոլոր այն պատասխանատվությունը, բոլոր այն հետևանքները ենթադրյալ եւ ունի սեռակրթության մասին գիտելիքների ամբողջական պաշար, այդ ժամանակ նոր կարելի է։ Դրա Խիստ անհատական է դառնում։ այո, անհատական է, խիստ ինդիվիդուալ է, այո, մարդը 35 տարեկանում չունի բացարձակ, այո, իսկ մարդ եւ անհատ կա, որը որ 18-20 տարեկանում արդեն լիակատար նրա մոտ ավարտվել է հոգեսեքսուալ զարգացումը, մարմնասեռական զարգացումը, իր ավարտուն տեսքի նստածել, ունի համապատասխան գիտելիքներ, ունի այդ պատասխանատվության զգացումը։ Տեսեք, մենք երբեք չենք խրախուսում վաղ սեռական կյանքը, ինչի որովհետեւ Ինչ ասել է վաղ։ Վաղ դա նշանակում է, որ անհատի մոտ արկա չէ այդ սեռակրթության եւ սեռական դաստիարակության այդ ամբողջական այդ գիտելիքները եւ անհատը պաշտպանված չէ ոչ ինֆեկցիաներից, ոչ անցանկալի հեղություններից, դա սարսափելի մեծ վտանգ է հենց այն փոքր տարիքում կամ դեռասային տարիքում, երբ որ կարող է արձանագրվել։ Դրա համար մենք վաղ սեռական կյանքի սկիզբը որպես այդպեսին չենք խրախուսում։ Ընդհակառակը մենք կարևորում ենք, որպեսզի անհատի մոտ ձևավորված լինի այդ պատասխանատվությունը դիմացինի նկատմամբ, որպեսզի նա հարաբերություն սեռական կյանք սկսելուց նախ առաջինը պաշտպանվի դիմացինին, չվնասի դիմացինի առողջությունը եւ նաեւ չունենան անցանկալի հեղություններ, այսինքն այդ ամեն ինչը պետք է ինֆորմացված լինի անհատը։ Շատ լավ։ Ես սիրում եմ հաղորդումները անպայման ամփոփելիս նշել, որ ամեն դեպքում ինչ խնդիր էլ որ բարձրաձայնում եք, ժամանակակից բժշկությունը նաև դրա համար ունի լուծումներ եւ տալիս է, այսպես ասած, դեղատոմսեր, հա։ Կարող եմ արդյոք ինձ թույլ տալ այս հաղորդման ընթացքում եւս ասել, որ այնուամենայնիվ բարձրաձայնված խնդիրները, այդ բոլոր, հա, այսպես ասած, անցանկալի հետևանքները, որոնք որ լինում են, կարող են եւ ունեն լուծման ճանապարհներ։ Այո, միանշանակ եւ ժամանակակից սեքսոլոգիան այդ հնարավորությունը ունի լուծելու բոլոր խնդիրները, որոնք որ արձանագրվում են զույգերի մոտ եւ շատ արդյունավետությամբ կարգավորել այդ բոլոր խանգարումները եւ սեքսուալ խնդիրները։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ սեքսապաթոլոգ դոցենտ Սևադա Հակոբյանն էր։ Հրաժեշտից առաջ ասեմ շնորհակալություն նաեւ Արփինկա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գործում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում։ Կոնտակտային հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, ցտեսություն։